Պատվարժան դատարան, ես չեմ անդրադառնալու հիմա ինչ-որ տեղի ունենումը, այլ հայտարարությամբ եմ հանդես գալու։ Պատճառներից մեկը այն է, որ նախորդ դատական նիստին փաստորեն մեղադրող կողմը չի կատարել դատավորի, նախագահող դատավորի պահանջը։ Իմ պաշտպանը ներկայացրեց որպես խնդրանք, դուք ասացիք պահանջ, որը շատ ճիշտ է։ Արձանագրում ենք անցյալ անգամ էլ հիմա էլ, որ այդ պահանջը չի կատարվել։ Եվ սա նաև ինչ-որ իմաստով դուռ է բացում, որ նախագահող դատավորի որևէ պահանջ այս դատարանում չկատարվի։ Դա կլինի մեղադրող կողմից, կլինի պաշտպանների կողմից, թե անիրավի զրպարտվածների կողմից։ Անշուշտ խոսքս դրա մասին չէ, պարզապես ուզում եմ ասել, որ այս ամբողջ գործընթացը սկսած եմ թվաբանությունից, որ ներկայացվել է երկու նիստ իրար հետևից, ինձ համար ոչ մի արժեք չունի, բացարձակ արժեք չունի։ Այս ընթացքն էլ արժեք չունի, հետագան էլ արժեք չունի, մեկ բան կա, ազատագրված Հայաստան, ուրիշ ոչինչ։ Բայց իմ ասելիքը այսօր ցավալի բանի մասին է, ամոթի եւ խայտառակության, ճիշտ այսօր Բաքվի դատարանում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել ամոթ այն ամբողջ հասարակական եւ ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին։ Այսօր մեր եղբայրներին երկարատև տարիների տանջանքից հետո նաեւ ցմահ դատապարտել են բանտարկության, որը պարզապես առաջին հերթին ուղղված է ոչ թե այս կամ այն անհատին, այլ ուղղված է հավաքական մեր գոյությանը ընդհանրապես, թե մենք ապրելու իրավունք ունենք կամ ոչ։ Եվ սրա մեջ այս գործընթացը, այս մեր դատական գործընթացը ինչ որ տեղի է ունենում, այն բոլոր դատավորներով հանդերձ, որոնք անցել են այս փուլը, որոնց անունները մեկ-մեկ ես կնշեմ հետագայում, քննիչներով, մեղադրողներով, դատավորներով, հրահանգ տվողներով, Սաուդյան Արաբիայում կամ որտեղ վանդակներ ստացողներով, Եվրոպայի խորհրդարաններում զրպարտողներով, բոլոր այս համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած այդ վերդիկտ կոչվածը։ Եվ ես հայտարարությունս դրա մասն է, ցավում եմ, շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության եւ գերության այս զազրելի օրերը, ամոթի ու խայտառակության օրերը, որի մասին ես միշտ ասել եմ, իմ պատիվն է գողացված ու կենսագրություն, եւ այսօր իմ եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտելով Բաքվի բանտում, թշնամու բանտում, այո, թշնամու բանտում, դա բոլորիս բանտարկությունն է, ավելի ճիշտ բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն։ Ես այսքանն եմ ասում, ինձ այս գործընթացները բացարձակ հետաքրքիր չեն, պատվարժան դատարան, մանավանդ նաև այսօր իմ խցումը գտնվում Արշակ arczepiskopos Խաչատրյանը, ով մեծ բարևներ է ուղղում։ Ուրեմն 15 րոպեով դատական նիստը կանցնի, որից հետո կշարունակենք